Ճանապարհի մեռն եմ արևիտ։ Ճանապարհի սա ոչինչ, էլի շուտով գալիս են։ Հա, իհարկե։ Ես եկա իմ համար դա ինչ-որ մի հատ էտապ է, որ ասում եմ մոտ ուրախության, երջանկության րոպեներ են, որ ես հաճույքով եմ ընդունում։ Իհարկե։ Ճանապարհն այդ համար հաճելի, անչափ ուրախ եմ։ Ընդունելը, ճանապարհելը, դա կյանքն է, սելավի։ Սելավի, մամջան, քեզի ղուրբան, խելարիգը, օնիգը։ Այդ երկը տենց էր մամջան, քեզի ղուրբան, թե ասում էր թորիդ ղուրբան։ Խելարիգը, օնիգը։ Երեխեք ջան, իմ պապայանն Հովանես էր։ Իրան գյուղում իրան վովա էին ասում, բայց շատերն ասում էին օնիկ։ Մեր մոտ, մեր հարևաններ օնիկ։ Աշխատանքի տեղը, դեպի ինքը լեննական չէր, լեննական չէր Հովանեսին օնիկ են ասում։ Տարօրինակ է, չէ՞, հա։ Օնիկ են ասում, հա իհարկե, լեննականցիները օնիկ էր։ Մեկ էլ երանգյունի մեջ որն էր Մկոն։ Իսկ մկոն։ Լեննակացիները միշտ մկոն։ Մկրտիչին մկոն են ասում։ Որին անուն երանգյունին, բայց հրաշալի։ Վայ, մի խոսակ։ Պիտի նայեմ Սուսանդա, Բայան երանգյունի մի հատ նոր։ Ես էլ։ Մեր մեծերը գնացին, Լալա ջան, մեր մեծերը գնացին։ Այո։ Դա երաժշտոց դեպ էր ստեղծել, եթե լիա դարաշրջանի իր ժամանակի բարձանքներ, դրանք մեր ինչ ասեմ, մեր հիշողությունը, մեր արվեստը, մեր կուլտուրան, մեր ամեն ինչը, եթե մի էտաբեր եկավ։ Մամջան, գիտես այսօր մեր լավ Սուսան, այսօր մեր հետևորդներից մեկը արի տես ասեմ ինչ էր գրել, շատ գեղեցիկ։ Այո, Սուսաննա ջան, մեր մեծերը, Շիրազ, Չարենցև, չկան միգուցե թե այդ մեծերը ծնվել էին սովետական ժամանակ, դրա համար կային, այսօր չեն գնահատում։ Այսօր չեն գնահատում։ Չտվեցի սովետական բառն ասեմ, որովհետև հիմա փուշ է դառել։ Այո։ Չէ, ես չեմ ամանչում, ես հպարտանում եմ։ Թող քննադատեն։ Վերջին ռուսներից են, բայց իրանք են լավն են բոլորը։ Այո։ Մենք ստացել ենք սովետական կրթություն։ Դաստիարակական կադաստիարակություն։ Այո։ Ուրեմն այդ մանկավարժական համակարգը, կրթական համակարգը մեկ էր, օրենքը մեկ։ Մի հատ խնդրում եմ ասա։ Այո, մի հատ խնդրում եմ նաև ես ուզում եմ ձեզ ասել մի բան, լրացնել, իմացած եղեք ամբողջ աշխարհ։ Երբ որ իմ քույրը, երրորդ քույրը իր դիպլոմներն ուղարկեց Փարիզ, պոլիտեխնիկ ավարտած, պատասխան ստացան, գիտենք որ չէր անցնելու, որովհետև Ֆրանսիայում ամենտեղ պիտի նորից սովորեն։ Պատասխանը եկավ այսպես ֆրանսերենով թարգմանում եմ։ Տիկին Էսինչյան, ձեր դիպլոմները ինժեներ որպես վերականգնվում է առանց քննության, առանց ֆորմացիայի, քանի որ դուք ավարտել եք սովետական միության դպրոց ժամանակաշրջանում մինչև 80-ական թվականները։ Ինչ է նշանակում։ Գնահատել են աշխարհը, որ ուզբեկներ, ղազախներ, թուրքմեններ, իրանք բոլորը Լիտվա, Լատվիա, Էստոնիա, այո, մի դպրոց։ Եվ ասա, այո։ Եվ դրա համար մենք այդ ժամանակ ամեն հանրապետություն մեծարում էր իր մեծին, այո։ Դրա համար մեր մեծերը զարգանում էին, որ ասում են չկա սուտա, հիմա այս շարքացած ժամանակաշրջանում հնարավոր չէ։ Թումանյաներ կունենան, Բայց չենք իմանում։ Բայց չեն զարգացնում։ Այո։ Ով էր զարգացնում սովետական Համակարգը, այո, իհարկե։ Մեկ մի անձնագիր ունի։ Гражданин Советского Союза։ 16-ը միացել է Ռուսաստանից եւ դարձել է մի հատ միություն։ Ռուսաստան չէ, սովետական միություն, SSR։ Մայակովսկու բանաստեղծությունը պասպորտի մասին է, ինքը հատուկ գրել է, չէ, ասում է, որ գալիս է ասում է կոնդուկտորը ստուգում անձնագիրը, ինքը դիպլոմատիչեսկի բանում էր նստած, էլի, ասում է բոլորը հանում էին իրենց անձնագրերը, դա էլ էր պրոպագանդա, ասում է վերցնում էր կոնդուկտոր այդ բանը էլ էր ստուգողը, վերցնում էր անձնագիրն, ասում էր «Берет как бомбу, берет как ежа, как бритву обоюдоострую, берет как гремучую 20 жаль, звездушного». Այդ ժամանակ մենք հաղթանում ենք։ Սուսան ինձ ես ասում, որ անձնագիրը պայքարում ենք,
ասում եք я гражданин Советского Союза Սուսան ես չմտածեք պուբլիսիտե No, Սուսան ես հպարտ եմ, ես որ մենք ավտոբուս պիտի արդեն դուրս գային դահլիճից, այդ դոշերից վրա գրած էր SSR, ամբողջ Ամերիկա, Իտալիա հետ էին շրջվում SSR։ Ով էր գրել այդ կոմանտերը, որ այո մենք սովետական Այո։ Ես ուղղակի խոնարհվում եմ։ Այո, ես նույնպես։ Անունը չգիտեմ։ Ես կնայեմ կասեմ։ Շնորհակալություն եմ հայտնում, որ դուք բերեցիք մեր հայոց պատմությունը կապեցիք իրանց հետ, իրոք կապված են։ Նրանք մեծարում էին մեր Եղեռնի հուշարձանը, նրանք մեծարում էին մեր ամեն ինչը, որ դա ռուսական չէ, հայկական է։ Այո։ Քանի պետությունների ակադեմիկոս էր, գիտնականներ են։ Մենք գրողից բանաստեղծ չենք խոսում։ Եկեք խոսանք նաև պատերազմի հերոսների։ Հերոսների երևի 60%-ը այդ Արցախի ինչ էին բնակիչներից Այո, Միկոյանը Միկոյանը Սուսան Լեռնային Ղարաբաղ Լեռնային Ղարաբաղ այդտեղի ժողովուրդը տվեց հերոսներին մի խոսքը ուզում ասել ես հպարտ եմ որ ապրել եմ այդ ժամանակը Ես նույնպես եւ շատ-շատերը Սուսան ջան որ 70-ական 70-ականների սերունդը ես 69 նոր ենք մեծանում Այո 70-ականների սերունդս մենք աշխարհի ամենաերջանիկ մենք խաղաղ երկնքի տակ ենք Այո մեզ համար նույնիսկ ֆիլմերը զտվում էր եւ դա պետք է որ այդ ֆիլմը դրսից գալիս ասում են չէ պետք չի մեր մատաղ սերնդին փչացնել կամ ամեն ինչ դաստիարակ Մեր համար մեզ թվում է թե ամեն տեղ մեր նման է հանգիստ Ինչքան կարելի է խոսալ ուղղակի ճանապարհ լրացնեմ այդ մի խոսքով եւ գնաք դες բարիչանալար ամենակարևորը դու այդ մանկավարժ ես աշխատել Դրա համար դու քանի որ մանկավարժ ես աշխատել դու դաստիարակել ես այդ քեզանից փոքրերի եւ այլ բաներ քոմոդ ավելի է արմատներ գծած քոմոդ ավելի է հիմնավորված այդ ամբողջ կրթությունը դաստիարակությունը մանկավարժությունը ես ուրախ եմ անչափ ուրախ եմ որ իմ լավ երեխաներ ունեմ բոլորն կրթվել են այդ ժամանակաշրջանում եւ Իշնորհիվ ձեզ Մեռնեմ Արևին Իշնորհիվ ձեզ Դե մենք էլ ենք ես Քեզ եւ պապային դարաշրջանի ծնված մարդներ Բայց իմ Այո, բայց ես հպարտանում եմ իմ մորով եւ հորով, որ իրանք դժվար աշխատեցին, որ իրանք 5 երեխան էլ ստանան բարձրագույն ուսում։ Եվ ուսումնական համակարգից խոսալով նաև ուզում եմ մի հատ հավելում անեմ, քանի որ ես այստեղ եմ աշխատել մանկավարժության մեջ, այս երկրում Ես մի հատ շատ վատ բան եմ նկատել այս երկրում։ Ուսուցիչներ, որ պատրաստում են համալսարաններում, իրենց չեն գիտեք, իրանք չունեն այդ առարկան հոգեբանություն առարկան նույնիսկ։ Իսկ մեր մանկավարժական ինստիտուտում ամենամեծ ժամերի, ամենամեծ ինչ մասնագիտություն դիպլոմային հոգեբանություն, այո։ Հոգեբանություն անպայման պետք է լինի։ Ինչ են անում։ Գնում ես, ես իմ երեխան շատ է շփվել դպրոցներում, գնում եմ ասում եմ, դուք հասկանում եք, դուք երեխայի հոգեբան, ասում եմ, տիկին տարեք հոգեբանի մոտ։ Իրանք միանգամից մեզ ուղղություն են, դրա համար հատուկ մասնագետներ կան։ Իսկ երեխան, որ գնում է հոգեբանի մոտ, ինքը տասնապատիկ անգամ կոտրվում է, ինքը մտածում է, ինքը ոչ պիտանի կներեք արտահայտության, սա ապրանք է, որ ես իրեն տարել Այո, խոսքը իմ երեխայի ես հոգեբան եմ եղել նաև մասնագիտությամբ եւ դրա համար ես ուզում եմ ասել, որ մեր նորից անդրադառնամ սովետական համակարգի մեջ նաև մանկավարժության մեջ հենց հոգեբանությունն է գլխավոր տեղը Սուսան, նույնիսկ բժիշկների մոտ կար հոգե, իսկ ստեղ բժիշկները չունեն։ Բժիշկին, որ ասում ես, գիտեք, ես վախենում եմ, սարսափում եմ, ասում եմ գնացեք նախորդ մինչև վիրահատությունը հոգեբանի մոտ, հետո նոր եկեք։ Իրանք քեզ չեն ասում, ոչ բան չկա, մասնագիտությունը կտրել։ Այո։ Հասկացաք ինչ։ Մի օր մաման հիվանդանոցում պարկած էր, իրան վիրահատվում էր, մի կին էր եկել, իր երեխաները իրեն չէին աշխատանքի էին, չէին եկել, որ կողքը, գիտեք, ընդհանրապես վիրահատությունից առաջ հաճելի է, որ քեզ մոտիկ արյունագիծ Ֆրանսիայում դա շատ Այս կինը ես տեսա, որ ինքը դողում էր անընդհատ, մոտեցա, ես ինձ թույլ տվեցի, մոտեցա, ասի տիկին կներեք, ձեր անունը ինչպես է բացել։ Վերցրեցի ձեռքը, իրան եկել են պատգարակով, արդեն տանում էին վիրահատության, ձեռքը ու բարդ վիրահատություն, ձեռքը բռնեցի, ասի, գիտեք, մի տողացեք, ամեն ինչ շատ լավ կանցնի։ Ես մի քանի հատ հոգեբանական բառեր ասեցի, այս կնոջը գնաց։ Հետո մամային վիրահատող բժիշկը եկավ, մենք շատ զրուցեցինք իրար հետ, հարցրեց, որտեղից եք, ինքը շատ էր սիրում հայերին։ Ասեցի, գիտեք, ասեցի տիկնոջը, ասում այս տիկինը լաց էր լինում, բողոքում էր։ Դուք ես տեսա, որ դուք մոտեցել եք այդ պատգարակին, իր հետ խոսում էիք։
Ասի ես ընդհանրում եմ մի քանի հոգեբանական բառ ասի, դա կրթություն պետք չի, դա մարդկային Այո, մոտեցում է, որ ինքը հետո որ այդ կինը հետ իր վերադարձավ, ասես դուք ինձ իմ վիրահատության 90% արեցիք, որովհետև դուք ինձ տվեցիք այդ ուժը, որ ինձ պետք է։ Ու գիտեք բժիշկն ինչ ասեց, ասես տիկին, ես ուղղակի փշաքաղվել եմ, տեղս չեմ գտնում։ Մեր հաստատությունում մինչև վիրահատությունը հոգեբաններ են պետք, որ մարդկանց պատրաստեն։ Չէ՞ որ այդ որ գնում ես դեպի վիրահատության, դա օգնում է նաև հենց վիրահատող բժիշկին, որ այդ մարդը ստրեսի մեջ, թեկուզ իրեն անեստեզիացնում են, նշանակություն չունի, մարդը պետք է պատրաստ կլինի։ Շատ ճիշտ ես, շատ ճիշտ ես։ Այս էլ վերջաբանը սիրելիներս, մենք արդեն գնում ենք ճանապարհ, 2 ժամ ճանապարհ ունենք անցնելու։ Ռեժիս պարդոն։ Մենք էլի վերադառնալու ենք։ Այո։ Մենակ բարապետ թողնենք, վերադառնալու Էլի գուկամ յա։ Էլի գուգան։ Ապրես մերնեմ արևիչ։ Համոն փողը չի տվել։ Համոն փողը չի տվել։ Ապրես մերնեմ արևիչ Սուսան ջան, Ռեժիս ջան, bonjour, bonne route, պտասի bonjour Սուսանը, սա։ Շատ շուտով կվերադառնա Կանահիտ։ Это только до свидания, Նախապատրաստական աշխատանք։ Էդի մենք արդեն հեռախոսով կզանգվենք Սուսան ջան։ Ես չեմ կարող դες je peux pas vous embrasser։ Non, ես գրիպային վիճակի։ Սուսանին բերեցինք հիվանդացրեցինք, տարա ճուղեր հավաքեց։ Եղանակը մի անգամից իջավ։ Մինուսի իջանք է, մի անգամից Սուսան։ իջանք։ J'ai perdu mes pantoufles. Կոշիկն է տապսկեք սեմ մորացե, ոտա ոտի։ Աֆրիկացի։ Լավ է, քամի չկա, շատ լավ։ Չէ, այսօր քամի չկա, այսօր Աստված ձերդ մերնեմ արևիտ։ Կզանգեմ։ Եղավ ցավդ տանեմ։ Չao ղեջ։ Հերախոսս քո մոտ է, մամ ջան։ Սուսանն ասում է, մամ, ես միս ես դրել, ոնց որ արդեն ջուրը գնացել է, ասեցի սաթիկ, որ ճաշ ես դնում կանգնի կողքը ինքնա, չէ՞ անդադ ինձ ասում։ Որ ճաշը դնում ես կողքը, կանգնի կողքը։ Դա քեզ է վերաբերվում։ Դու իմ մորը չքննադատես։ Մալչատ եմ որ ասում եմ, մալչատ։ Դե լավ գնա, Սուս ջան, հաջող ցավը տանեմ, կզանգվենք, հա։ Դե լավ, մինչև նոր հանդիպում։ Կզանգվենք, որ տնանք մենյուն ինչ ենք անում։ Եղավ ցավը տանեմ, հաջող։ Գնացին երեխեք ջան, Աստված իրանց հետ։ Ժողովուրդ ջան, մերոն գնացին։ Արդեն ուզեցի դրոցը չի թողնում ես։ Մերոն գնացին, տունը դատարկվեց, բնականաբար, բայց ուրախ եմ, որ այդ ընկերի նոնան դեռ մեր մոտ են և Աստված առաջ ունենք մի քանի պլաններ, այսինքն պտույտի զբոսնելու կամ տեղեր, որ ես էլ անգամ չեմ ամուսինս անդակ ասում էր գնանք, բայց առիթ չեն լինի։ Հիմա մենք պետք է միասին գնանք։ Ես գիտեմ, որ շատերը չեք սիրում այդ կոնտենտները, բայց գիտեմ, որ շատերը ուղղակի խնդանում եք, որոնցից երկուսին արդեն գիտեմ, իսկ մնացածը չգիտեմ, կսիրեք, թե չեք սիրի, բայց ես ձեզ կտանեմ իսկական ֆրանսիական վիլաժի գեղեցկությունը դուք կտեսնեք և ինձ կասեք, ինչ եք մտածում։ Իսկ հիմա ձերանայի վիճկան ձեր գլուխը չթավասնի կար, որ չխկոցելի դեմ, այն օրը ես որ վիդեոյի անում զգում է ետիշ չխկոցելի դերս լսվում, վայ ասի Անահիտ, կայծակ, Անահիտ կայծակ։ Հիմա ես անջատ եմ ձայնը և դասավորեմ, մի քիչ մաքրեմ խոհանոցը, գնամ մի 2 հատ գործ ունեմ անելու անեմ և հետո արդեն կտեսնեմ կմիանամ ձեզ ոչ մեր զբաղվածությանը, բայց ամենայն դեպս ուզում եմ ձեզ ասել, որ անպայման կաշխատել մի քիչ այնտեղ, որտեղ մենք ենք գնում, նկարեմ ձեր համար, առիթից օգտվենք, որ կա հյուր և հյուրին պետք է տանել ման տալ, մենք էլ հետները ման կգանք և դուք էլ նմանատես։ Գնացինք։
Չմոռանամ խոստումս կատարեմ եւ ձեզ ցույց տամ իմ այսօրվա լուկը։ Հագել եմ այս տաբաթը լավ մեծ վերցրեցի, բայց ոչինչ, թող ազատ լինի եւ հագել եմ այս պիջակը մայիչկայի հետ եւ ծերանայիտը գնացինք։ Իսկ հիմա այսպես բարև ձեզ։ Սիրելիներս խոսում էի հեռախոսով եւ տեսնեմ ինչ ուշանում եմ։ Ճիշտ ասած, ուզում եմ դուրս եկա եթեր երկու բառով ուղղակի ձեզանից իմ շնորհակալությունս հայտնեմ։ Շնորհակալություն եմ հայտնում Սուսաննայի կողմից, շնորհակալություն եմ հայտնում իմ ընտանիքի անդամների կողմից։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ ամբողջ ընտանիքի կողմից, ձեր գեղեցիկ, հրաշալի, անզուգական բառերի համար։ Բառեր, որ միայն եւ միայն ես տեսնում եմ իմ բլոգների տակ։ Եվ գիտեք ամենակարևորը որն է, որ եւս մեկ անգամ ապացուցվեց մայրիկի բառը, որ ամեն թռչուն իր երամին գտնում է։ Եվ մեր երամը ուղղակի, ինչ ասեմ, ցանկանում եմ, որ երկար մնա իմ հետ, եւ դրա համար ես ձեզ մենակ մի բան կխնդրեմ, իմ սիրելի հետևորդուհիներ ջան եւ հետևորդներ, որովհետեւ գիտեմ, որ տղամարդիկ են շատ նայում։ Ես ձեզանից միայն մի բան եմ խնդրում, իմ լավ ժողովուրդ, ես խնդրում եմ, որ դուք ձեզ լավ պահեք, առողջ լինեք, ես նմանապես, եւ մեկս մեկիս համար աղոթենք, որպեսզի լինենք առողջ եւ ապրենք միասին, երկար եւ ուրախ։ Գիտեք, այս կյանքում ամենակարևորը որն է, այս կյանքում ամենակարևոր ես դա գիտենք բոլորս առողջությունն է, բայց առողջ լինելու համար պետք է ունենալ առողջ հոգի։ Առողջ մարմնի մեջ պիտի լինի առողջ հոգի։ Ես ասել եմ եւ կասեմ, ինչու նեղացնենք մեր օրգանները, եթե մենք կարող ենք լայն պահենք, ընդարձակ պահենք, ուրախ պահենք։ Բոլորիս մոտ կան բավականին դժվար պահեր։ Հանկարծ չմտածեք ամեն ինչը այս կոստյումի նման վարդագույն է։ Բոլորս էլ ունենք մեր խնդիրները, բոլորս էլ ունենք, ինչ ասեմ, հնարավոր չի մի ընտանիքում չլինի եւ ֆինանսական, եւ կոնֆլիկտ եւ այլն, բայց այդ ամենը պիտի մտածենք, որ սա ժամանակավոր բնույթ է, մենք ժամանակավոր ենք այս աշխարհում։ Ես այդ կինոից հետո այնքան եմ փոխվել եւ միշտ մտածում եմ, սա մեքենա, սա ժամանակավոր է, վայելենք։ Ամեն մեկս մեր չափով վայելենք։ Դա չի նշանակում, որ ասում ենք վայելենք տունդ վաճառես գնաս այդ մի օրվա մեջ խմես, ջրես ու գաս, ոչ։ Եթե հնարավորություն ունեք օգնելու մեկին, որը որ ձեր կարիքն է, զգում օգնեք։ Եթե պիտի ձեր կաշվից դուրս գա, մի օգնեք։ Սա է վայելել, այսինքն ապրենք ապրելու համար։ Դրա համար սիրելիներս, ես ձեզ մենակ մի բան կարող եմ ասել, լավ եղեք, շնորհակալ եմ եւս մեկ անգամ։ Այո, Սուսաննային ես խնդրեցի եւ այն օրը Ռուզանի հետ խոսում ենք, Ռուզանն ասում է, ես պիտի մեկին գտնեմ անպայման, որպեսզի Սուսաննայի այդ ամբողջ բանաստեղծությունները տպենք եւ պահենք ամեն մեկս մեր մոտ, որովհետեւ դա իրոք հարստություն է։ Եվ Սուսաննայի հետ այսօր խոսալուց ասեցի, Սուս ջան, կարդաս կասնուկես, ասեմ ձեզ, Սուսաննան արտակարգ գրում է, Ռուզանաներ էր գրում երիտասարդ ժամանակ, Ռուզանան բավականին գեղեցիկ ասմունքում է, դե բնականաբար Սուսաննան է, որտեղ ամեն բանաստեղծ իր գրածը պետք է ասմունքի, բայց ես Սուսաննային խնդրել եմ, որ ինձ ուղարկի իմ սիրած բանաստեղծություններից մեկը նստարանը, ու ես պիտի ասմունքեմ նստարանը, որովհետև դա ես կցանկանամ, որ ես ասմունքեմ։ Ամեն մեկն ունի իր հոգու բանաստեղծությունը, չէ՞։ Ուզեմ, որ դուք էլ լսեք դա եւ տեսնեք, թե ինչքան խորը մարդ է Սուսաննա եւ մենք բոլորս, մենք հինգս էլ։ Երբ որ Սուսաննան գրում էր, մենք նստում էինք մեր ճաշասալում, զալ ասենք, դիվանի վրա եւ Սուսանը գալիս էր ասում էր, գիտեք ժողովուրդ, մի հատ բանաստեղծություն եմ գրեք, ցանկանամ լսեք։ Քար լռություն էր եւ մենք լուր բոլորս վերցնում էինք մեր վրա, որովհետեւ այդ ամեն մի բառը յուրաքանչյուր մարդու հոգու այն ամենանուրբ թելեին է կպնում։ Դրա համար սիրելիներս, ես գիտեմ, որ շատերը սիրում եք, ես բլոգների մեջ մեկ Սուսաննային անգամ խնդրել եմ, որ կգնաս մի տեղ կամ բան, մի բանաստեղծություն կարդա, ես ամենապես կգցեմ իմ բլոգի մեջ, կգցեմ եւ դուք դա կլսեք։ Ամեն անգամ կցանկանամ, որ դուք լսեք։ Վերնագրի մեջ կգրեմ մի փոքրիկ, եւս մի փոքրիկ բանաստեղծություն Սուսաննայի կողմից։ Այդպիսի բաներ, դե լավ երեխեք ջան, անջատեմ, մի հատ զանգեմ, տեսնեմ կարևոր գործեր ունեմ,
Ես ոչինչ չեմ մոռացել, չէ։ Դե լավ, սիրելիներս, եկեք անջատեմ եւ զանգեմ մի քանի տեղ։ Որոշել եմ այսօր կուլտուրական ձևով թողնեմ մեքենաներն անցնեն։ 1 սպասեցի, 2 սպասեցի, 3 սպասեցի։ Տեսա ոչ մեկը չի անցնում։ Ջղայնացավ, Ադրյանայիդ չկա։ Չէ՞ դե такое։ Ինչքան կյանքում էլ այդ ինչքան լինում ես բարի, այնքան հելնում նստում են գլխիդ։ Դրա համար սիրելիներս, երիտասարդ աղջիկներ, բարի եղեք, սիրով եղեք, բայց երբեմն որ տեսնում եք, որ դիմացին արդեն իրան կորցնում է, այդ ժամանակ ցույց տվեք ձեր դեմքը։ Գնում եմ տանի տուն, գործից լավ, որ ասում եմ, լավ ես հոգնած, ինչու։ Նախ եկա ժամը 2 անցել մի ահավոր շոկ։ Որ ասում եմ շոկ երեխեք ջան։ Անենց քամի է, անենց ցրտեց մի անգամից, որ չեմ կարող պատմել։ Զանգեցի մամային, տեսնեմ ոնց է մաման, ասեց Անահիտ, անենց քամի է, այստեղ ասի, գիտեմ մամ ջան, այստեղ էլ ատես, բայց մեր մոտ եթե այստեղ քամին 80 է, մեր մոտ 180 է։ Այս կոստյումը շատ լավ է ասում ինձ, լավ է որ վերցրեցի։ Սա եղավ 43-րդ։ Ես բան եմ եղա, շեղված եմ կոստյումների։ Գիտեք ինչ երեխեք, կոստյումները դրանք մարդիկ գիտեն թե կոստյումը, պիջակը տենց ասենք, միայն հագնում են նրանք, ովքեր աշխատում են բյուրոյում, ոչ, չարաչար սխալվում եք։ Ես դες կարող եմ մի բան ասել, կոստյումները պետք է ունենան յուրաքանչյուր կին, աղջիկ, երիտասարդ, տարիքով, կոստյումը եթե դուք հագնում եք ճիշտ ձևով, ինքը կլասիկայից դուրս է գալիս։ Ոնց որ ես իմ շորտի մեջ ասեցի, հագնվելը սիրելիներս, դա կապ չունի թե դու բարձրահասակ ես, կարճ ես, տարիքով ես, երիտասարդ ես, պիտի իմանաք ճիշտ ձևով, այսինքն մի գեղեցիկ կլասիկ ոճով կոստյումը հագնել ավելի մի տաբատի հետ, որ ավելի սպորտային է, ջինս օրինակ։ Դրա համար գրանցվեք եւ դա ձեզ կլինի մոտիվացիա, որ մի կին, ով 62 տարեկան է, նշում եմ առանց ամաչելու, ինքը ապրում է, հագնվում է, անգամ գնում եմ ես գնումներ անելու մարկետ, ես սիրում եմ հագնվել, որովհետև ամենաառաջինը իմ աչքի համար եմ ես գեղեցիկ հագնվում։ Գեղեցիկ որն է, ինչ ունեմ, բայց սիրում եմ համադրել եւ շատ չդնել գույնը գույնի հետ։ Այս սրա հետ ճիշտ ասած անտատ մտքիս մեջ կա այս վարդագույն տաբատը վերցնեմ, բայց գիտեք ինչ, ես մտածում եմ այնպես բան վերցնեմ, որ պրակտիկ լինի, որ ես դա կարող եմ հետո էլ հագնել։ Դրա համար մտածում եմ, էլի դեռ մտածում եմ, այնքան եմ մտածել ու մինչև հիշեմ արդեն անցնի։ Շատ գեղեցիկ նորություն են ուղարկել մեզ եւ ես այն գնել եմ, երկու գույնը գնել եմ։ Այս փոքրիկ հավաքածուն կոչվում է սև եւ սպիտակ, չորնի, բելի։ Տեսնենք, չգիտեմ, կսազի, չի սազի, իրանք ինտերնետով եմ տեսել, կհագնեմ եւ ձեզ ցույց կտամ, սիրելիներս։ Սիրելիներս դուրս ենք եկել քայլելու, գլխարկ չեմ վերցրել, մի հրաշալի ցուրտ եղանակ։ Քույրս ասում է, Անահիտ ասում է, Արաբական Էմիրատներից եք ասում, ես ասի հա չէի տեսել, իրոք։ Հələ ձիերը երեխեք, ուղղակի հրաշք։ Երեխեք ջան, եկանք ես ձիերի տեղը։ Հրաշք է, այս ցին։ Նոնա, նայ, որ սենց շոյում է, նայ, ոչ ֆռում ոնց է հաճիկ հասան։ Ջանա, ջան։ Ան նկարի։ Սիրի, այդան ճիշտ է ասում, Սիրի։ Չէի կարող այս կադրը չդանդաղացնել, սա պետք է տեսնեք։ Գիտեք, երբեմն նայում եմ սենց կենդանիներին ու միշտ մտածում եմ, ասում եմ, սա բնության հրաշքն է։ Այո, ես ասեմ ձեզ, որ վախկոտ եմ կենդանիներից, բայց դուք չեք պատկերացնում այս ձիերի բարիությունը, անկախ քեզանից զգում ես, տեսնում ես, շոշափում ես, սա ուղղակի հրաշք է երեխեք ջան, սա պետք է տեսնեիք դուք։ Բարի լույս բոլորիդ, ինչպես եք, մեր մոտ օրը փոխվել է, այսօր 3 շաբթի է,
Ես արդեն կես ժամը սպասում եմ իմ քրոջս, որովհետև այսօր տանում ենք մեր հյուրին մանտալու եւ ես ամեն ինչ վերցնեմ հետս, որպեսզի մարդես հանկարծ, սարի վերցնեմ, գիտեք, սարի վերցնեմ, որովհետև մարդես կարող է ռեստորանում շարժե անեմ, չի լավ չի լավ։ Հիմա կգնանք, միտեղ հաց կուտենք եւ հետո արդեն կսկսենք պտտվելը։ Ես ամեն ինչ վերցրեցի, նակարենիկներս վերցրեցի, կարևորը բատղին վերցրեցի, վերցրեմ բատղին, այո, բատղիներ վերցնեմ, այսատս մի քիչ մեծ վերցրեցի, որովհետեւ սենց հարմարները, բայց ես 10 կես եմ հասկացել։ Ահա իմ ուշացողներն եկան։ Իմ նոնը չկասեք, ինչ լավն է ֆոնդ, նոն։ Հա։ Նոն ջան, գնում ենք la plus belle village de France։ Ես պատրաստ եմ։ Դու պատրաստ ես։